Բարև ձեզ։ Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, մենք հերթական անգամ տեսնում ենք Ադրբեջանի նախագահը ինչպես է պայմաններ ներկայացնում։ Ու այս հերթական անգամ նա կրկին ասում է, որ պետք է կատարեք իմ պայմանները։ Խոսքը երկու պայմանների մասին է՝ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման եւ միևնույն ժամանակ նշում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության հռչակագրի մասին է խոսում։ Ես կուզեմ մենք շատ ենք անդրադարձել, բայց կուզեմ անդրադարձ ունենանք, երբ խաղաղության համաձայնագրի մասին ենք խոսում, ասում է համաձայնեցված է սակայն։ Այս սակայններն եմ ուզում տեսնել միջև ուր ենք գնալու։ Այո, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Տեսեք, ադրբեջանցիները իրենց իրենց նախագահի բռնապետի, ոչ թե նախագահի, կներեք, ոգևորության մեջ են եւ փորձում են որքան հնարավոր է Հայաստանից շատ ավելի զիջումներ կորզեն, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը ի վիճակի չի իրենց հակաճառելու, այսպես ասած, եւ չկատարելու իրենց պահանջները։ Դրա համար իրենք ինչքան հնարավոր է դա շատացնում են, որևէ երաշխիք չկա, որ այդ երկու պահանջն էլ կատարելուց իհարկե դա անընդունելի է, անթույլատրելի է, բայց եթե նույնիսկ այսօրվա իշխանությունները հայկական փորձեն բավարարել, նոր պահանջներ առաջ կքաշվեն, ընդհուպ մինչև նա, որ Երևանը պետքա զիջվի եւ դադարեցվի, այսինքն հայկական պետականությունը կազմալուծվի։ Եվ դա իրենց պատկերացումներով դառնա իրենց տարածքներ եւ այլն։ Դա մի քիչ կներեք էլի, որ ընդհատում եմ, այս պարագայում ներկայիս իշխանությունները չեն տեսնում այս ընթացքը։ Ես կարծում եմ, որ իրանք տեսնում են, իրանք լավ պատկերացնում են, այստեղ երկու տարբերակ կա, կամ իրանք անզոր են եւ որևէ հնարավորություն չունեն դրան հակազդելու, որովհետեւ պարտված են ծեծ կերած, այսինքն, այսպես ասենք, էլի պարտված կողմը եւ պարտված կողմը կապիտուլյացիա ստորագրած կողմը ինքը չի կարող որևէ պայման թելադրի։ Նա էլ հաղթական կողմը եւ հաղթական տրամաբանությամբ գնում է սրան, որպեսզի ինչքան հնարավոր է շատ բան վերցնի, արդեն ասացինք այդ մասին, խոսեցինք։ Եվ մյուս տարբերակը կա, որ իրանք ուղղակի համաձայնեցված անում են այդ։ Իհարկե բնականաբար այս ամեն ինչը ունի իր վերջը, երկու տարբերակն էլ ունի վերջ։ Եվ ոնց որ թե մենք արդեն վերջի մոտ ենք եւ այս հարցը պետք է լուծում ստանա։ Ես կարծում եմ, որ այս իշխանությունների լավագույն գործողությունը կլինի այն, որ հանգիստ հեռանան իշխանությունից եւ իշխանությունը փոխանցվի այն ուժերին, գոնե ժամանակավոր այն ուժերին, որոնք կկարողանան այսպես ասենք գահավիժումը կանգնեցնել քաղաքական առումով եւ փորձել լուծումներ գտնել այս ընթացքում։ Թե չէ այս մյուս տարբերակը, այն ինչ որ հիմա կա, այն ինչ որ հիմա մենք ունենք, սա ուղիղ գծով տանում է երկրի կործանմանը եւ շատ ուժեր իհարկե ուրախ են դրա համար։ Ես ձեզ ասեմ, որ ուժեր կան, որոնք մտածում են ավելի լավ այս պետությունը որպես այսպեսին լուծարվի, չլինի ինքը, որպես իրանք հետո պատասխան չտան արածների համար։ Օրինակ Արցախում ինչ որ մարդիկ ինչ որ բաներ արեցին ժամանակին, տեսեք չկա ոչ դատարան կա, ոչ մի բան չկա այդ պետությունը եւ այդ մարդիկ ազատության մեջ ման են գալիս եւ իրենց արածների համար պատասխան չեն տալիս։ Նկատի ունեմ այն մարդիկ, ովքեր իրականում հանցանքներ են գործել։ Միջ Ալիևը ներկայացնում է իր պահանջները, մենք դիտարկում ենք, որ Եվրախորհրդարանում այսօր 110-րդ տարելիցին ցեղասպանության իր խոսքով հանդես է գալիս падգամավորներից մեկը Եվրախորհրդարանի եւ նշում է, որ խաղաղություն չի կարող լինել առանց ցեղասպանության ճանաչման։ Դա 20-րդ դարի մեծագույն ոճիրն է։ Ես կուզեմ այս երկու զուգահեռներն անցկացնել, ինչպես եք դիտարկում այս հայտարարությունները եւ արդյոք այն ի վերջո կճանաչվի
հայոց ցեղասպանությունը ի վերջո կունենա իր հանգուցալուծումը, երբ այս պարագայում ներկայիս իշխանությունը փորձում է երկրորդային դեր մղել այս հարցը։ Նայեք, առաջադեմ մարդկությունը իդեմս Եվրոպայի մշտապես այդ թեման խոսել է եւ առաջադեմ մարդկության եւ այն երկրները, որոնք ժողովրդավարություն ունեն, որոնք առաջ են գնում, որոնք զարգանում են, որոնք բարեկեցիկ կյանք ունեն, մարդու իրավունքներ են հարգվում, բան եւ այլն, բոլոր այդ երկրներում ցեղասպանության փաստը ճանաչվել է։ Այդ թվում նաեւ Եվրոխորհրդում, այսինքն եվրոպական խորհրդարանում դա ճանաչվել է եւ դատապարտվել է։ Եվ դրանց շարժիչ ուժերից մեկը հենց Ֆրանսիան է, Ֆրանսիայի Հանրապետությունը, որը գիտեք, պաշտոնապես ցեղասպանությունը դատապարտել է, ընդունել է օրենք եւ այլն։ Հիմա տեսեք, մարդկությունը լավ հասկանում է, որ ճշմարտությունը ցեղասպանության ճանաչումն է եւ ցեղասպանվել է հայ ժողովուրդը եւ դա առաջի ցեղասպանությունն է եւ դա փաստ է։ Բոլոր այն բռնապետական երկրները, որտեղ բռնապետներն են իշխում, այդ հարցը փակած է եւ իրանք առաջնորդվում են իրանք անձնական շահերով եւ նյութական գումարային առումով եւ կաշառվում են եւ այլն, որպեսզի այդ հարցը մեջտեղ չգա։ Իսկ այն երկրները, որոնք ճանաչում են, որոնք մարդու իրավունքը, ազգերի իրավունքը, ինքնորոշման իրավունքը բարձր են դասում, այդ բոլոր երկրներում ճանաչվել է։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Ալիևը ինքը բռնապետ է եւ այդ բռնապետական կեցվածքով ինքը փորձում է իր իրավունքները տանել առաջ։ Այսինքն ըստ էության ինքը ցեղասպանության է ենթարկի Արցախի ժողովրդին, Արցախահայությանը եւ հենց մի հատ էլ մեզանից պահանջում է, որ մենք ինչ-որ բաներ փոխհատուցենք իրան։ Տեսեք, եւ մեր իշխանությունները չեն կարողանում այս իրավիճակից ելք առաջարկեն, ես չեմ ասում օգտվեն, այլ ելք առաջարկեն, որպեսզի մեր հասարակությունը չընկնի այս իրավիճակի մեջ, որը Արցախահայությունը նկատի ունեն, որը չգիտի ինչ անի եւ դուրս է եկել փողոց պայքարում է։ Դուրս է եկել, որպեսզի իր իրավունքների համար պայքարի։ Ասի, որ հարգելի իշխանություն, դուք եք իշխանությունը, դուք պետք է այս հարցում դիմեք ում, ոչ թե պետքա դիմել Ալիևին։ Ալիևը բռնապետ է, նրան դիմելու խնդիր չէ, նրան մի ձև կա դիմելու Ալիևին, դա ուժային ձևն է։ Եթե մեր մասին է խոսքը։ Ըստ պետք է Արցախահայերը իրենց բողոքի պահանջը փոխեն ձևը։ Նայեք, փողոցի, այո, պահանջի ձևը պետքա փոխել, ոչ թե փոխել են առումով, որ հիմա ինչ է, սոցիալական խնդիրներով են, չէ, դուրս եկել Արցախահայությունը, բայց իրենք պետքա փոխեն, դա դարձնեն քաղաքական պահանջ, պետքա պահանջեն այս իշխանություններից, որ սրանք ոչ թե գնան Ալիևի հերթական պահանջը կապված ԵՀԿ Մինսկի խմբի հետ լուծարման ուղղությամբ, այլ ուղիղ հակառակը պետքա ԵՀԿ Մինսկի խմբին ակտիվացնել, պահանջել, առավել եւս որ այդ մարդիկ պատրաստ են եւ այդ մարդիկ խորհրդարանում իրանց քննարկում են այդ հարցը, որպեսզի Արցախի ցեղասպանության հարցը դա մասն է մեծ ցեղասպանության։ Արցախը ինչի է այդ վիճակում, որովհետեւ ցեղասպանության արդյունքում է ստացվել մեծ ցեղասպանության 15 թվականի ցեղասպանության արդյունքում Արցախը այս վիճակում է եւ դա մասն է մեր մեծ այդ ողբերգության։ Հիմա մենք ուզում եմ միասին քննարկենք։ Հիմա տեսեք, պետք է ԵՀԿ Մինսկի խմբից պահանջել, որպեսզի, քանի որ իրանք ստանձնել են դա, այդ Մինսկի խումբը հենց այնպես չի ստեղծվել։ Մինսկի խումբը ստեղծվել է ՄԱԿ-ի հովանավորության տակ եւ հատուկ որոշումով, որպեսզի այս երեք պետությունները Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան վերցնեն այդ հարցը, Արցախի հարցը եւ լուծում տան այդ հարցին։ Հաշվի առնելով ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականության իրավունքը, ուժի չկիրառումը եւ այլն։ Մի 3 էս կարևոր պայմանները, որոնք այդ հարցը պետք է լուծում տային Արցախի Ադրբեջանի հետ կապված Արցախ-Ադրբեջան հակամարտության մասին է խոսքը։ Հիմա տեսեք, այս կոնտեքստում Ադրբեջանը իրականացրել է ցեղասպանական գործունեություն Արցախի հանդեպ։ Հələ ես չեմ ասում Արցախը անկախ պետություն է, բան եւ այլն։
նույնիսկ եթե իր տարածքում էր, իր տարածքային ամբողջականության մեջ էր, ինքը իրականացրել է իր տարածքում գտնվող էթնիկ խմբի նկատմամբ ցեղասպանություն, կոնկրետ ցեղասպանություն է իրականացրել։ Այդ բոլոր չափանիշներով ինքը լրիվ տեղավորվում է ցեղասպանության մեջ։ Նույնիսկ այդ տեղահանումը, որ տեղահանել է, ենթարկել է ցեղասպանության մարդկանց, դա ցեղասպանություն է կոչվում։ Հիմա օրինակները, զուգահեռները բերենք, տեսեք, Պաղեստինում ժողովրդին տեղահանում են։ Ցեղասպանություն է ըստ էության իրականացում, որը Իսրայելի կողմից, հրեաների կողմից պաղեստինցիների նկատմամբ իրականացում է ցեղասպանություն։ Նույնիսկ այն, որ տեղահանում են իրանց, երբ որ ասում են գնացեք ուրիշ տեղ ապրեք, գնացեք այս մասում ապրեք, այն մասում ապրեք, այդ տեղահանությունը, այդ տեղահանողները եւ նրանց հետևում կանգնած ուժերը, կոնկրետ օրինակ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում է, որ Պաղեստինից դուրս եկեք, գնացեք այլ տարածքում ապրեք, օրինակ Եգիպտոսում, Հորդանանում, չգիտեմ, մի այլ տեղ, եւ ձեր բոլոր ծախսերը կփոխհատուցվեն, ձեր վնասները կփոխհատուցվեն եւ այլ եւ այլ եւ այլ։ Այսինքն, այս ԵՀԿ Մինսկի խմբի մի երկիր, Միացյալ Նահանգները, ուրիշ մի տեղ, որտեղ որ իրականացում է այդ տեսակ գործողություններ, պատրաստակամություն է հայտնում, որ այդ վնասը կփոխհատուցվի։ Բան մեր դեպքում խի դա չի արվում։ Երբ որ Արցախին Միգուցե չեն դիմում։ այո, չեն դիմում, պետքա դիմել, պետքա ասել, շատ պարզ, ոնց որ ես եմ հիմա խոսում, պետքա ասել, լսեք, այնտեղ որ տեղահանում եք, այդ մարդկանց վտանգել եք, ցեղասպանել եք, ինչ որ արել եք, հիմա նույնիսկ պատրաստվում եք ինչ որ բանով փոխհատուցեք, չէ՞, այդ մարդկանց։ Բա հիմա Արցախը հայերին, ասենք, ցեղասպանության արդյունքում ժողովրդին հանել եք, մարդիկ եկել են Հայաստան, տեղափոխվել են Հայաստան։ Հələ մի հատ էլ դատերի հարցում մենք մեր հայցերը հետ ենք վերցնում, որպեսի հավասարություն, ինչ հավասարության պահին, ասում եմ մեզ են, մորթե, մեզ են ցեղասպանել։ Հիմա հարցերը մենք պետք է տանք, նա պետք է չտա, այդ բռնապետը պետք է չտա։ Հիմա այս իշխանությունները իրենց թույլության, իրենց թույլակամության, անգրագիտության առումով հավասարեցնում են բռնապետի եւ զոհի կարգավիճակները, ասում են հավասար, դու հավասար չես նրա հետ, որ հավասար պայմաններում ելնես։ Դու պետքա դիմես այն երկրների խմբին, որոնք պատասխանատու էին այդ հարցի լուծման համար։ Պարոն Ավետիսյան, հիմա այստեղ փաստեցինք, որ ԵԱԿ Մինսկի խումբը ստեղծվել է Արցախի հարցը լուծելու համար, վերջ։ Հիմա երկրորդ հարցը, այս դեպքում Ալիևը տեսնում է հստակ վտանգ, որտեղ ԵԱԿ Մինսկի խումբը կարող է լուծել արցախահայերի խնդիրները եւ ուզում է լուծարել։ Ներկայիս իշխանությունները չեն տեսնում այդ դերի կարևորությունը ԵԱԿ Մինսկի խմբի եւ դիմեն քայլով, որպեսզի արցախահայերի խնդիրները լուծվի վերջո։ Ես չգիտեմ, տեսնում են, թե իհարկե տեսնում են, կարող չեն հասկանում։ Լավագույն դեպքում կարող չեն հասկանում, դրա համար պետք է հեռանալ։ Եթե մի բանից չես հասկանում, պետք է գնալ։ Դա ակնհայտ փաստ է։ Եթե դու այս գործից չես հասկանում, ուրեմն գնա։ Տղա ջան, էսի քո գործը չի։ Իդեպ կառավարությունում նա նշում է, որ կադրային պակաս ունեն եւ կադրեր չկան։ Բա մի ժամանակ ասում էին կադրերը այնքան շատ են, բա բնական է, որ կադրը կուզի ձեր հետ աշխատի։ Ձեր նման ղեկավարների հետ ոչ ոք չի ուզում աշխատի նորմալ կադրերը։ Նորմալ կադրերին այն մարդիկ, ովքեր պատրաստ էին աշխատելու, դրանց վարկաբեկեցիք, խայտարակեցիք, մարդիկ թողեցին դուրս եկան այդ համակարգից։ Այսինքն սրանց մոտ կարելի է լուրջ հիվանդություն ձեռք բերել, երբ որ դու կոնկրետ գիտես հարցը ոնց է, սրանք ասում են, չէ, մենք կարծում ենք, որ այսպես է։ Մեկին գումարած 1 2 չի, ասենք մենք կարծում ենք, որ 3 է անում կամ 2.5 է անում։ Ու իրանց ասածը, այս իրանց այդ խորհրդարանը մեծամասնությունը որը կա, գիտեք ինչ է, այդ կարգավիճակը շատ վտանգավոր է, երբ որ իրանք քաղաքականապես անգրագետներ են, եւ իրանց թվում է, որ փողոցային մակարդակով այն կներեք էլի, բայց այդպես գեղցի շուստրությամբ կարան աշխարհին խափեն, այդպես չի, պարզվում է դուք եք խափնված։ Բոլորն են ձեզ խափում, ոչ թե դուք կարողանում եք ինչ-որ մեկին ցույց կտաք աշխարհում միտեղ, որտեղ դուք կարողացել եք ձեր շահերը առաջ տանեք։ Բոլորը ձեզ գցեցին, որովհետև դուք չգիտեք ոնց պետք է աշխատել։ Ձեզնից առաջ եկածները իրենց բազմաթիվ հազարավոր թերություններով որոշակի առավելություններ ունեն։ Ամեն մեկի ժամանակահատվածը կարելի է մի բանով ասել, որ այո, սրա ժամանակ ճիշտ է, երկիրը ավիրեցին, քանդին, կերան, օրինակ առաջին նախագահի ժամանակվանից, բայց հաշվի առնելով իհարկե բազմաթիվ բնական երևույթներ, որոնք խոչընդոտում էին։
Բայց սրա արդյունքում տարածքները մենք ազատագրեցինք, երկրորդ նախագահը եկավ, երկրի վիճակը բարձրացրեց զարգացում, երրորդ նախագահն եկավ, կարողացավ երկու համակարգերի մեջ ճանապարհը գտնի եւ ամեն դեպքում Հայաստանը մնաց զարգացող երկիր, հաղթած երկիր եւ այլն։ Դուք եկաք ինչ արիք, դուք եկաք ավիրեցիք երկիրը, պրոբլեմների մեջ մտցրեցիք երկիրը, աշխարհի հետ հակասուց այն մեր բարեկամ երկրները եւ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան եւ Ռուսաստանն առավել եւս էլ չեմ ուզում խոսեմ, այդ սրանք մեր բարեկամ երկրներն էին։ Հիմա սրանք բոլորին դրել ենք մի կողմ, գնացել ենք մեր թշնամու հետ, ուզում ենք բարեկամություն անենք, այտենց չի լինում։ Թշնամին քո չլնելն է ուզում եւ դու չես կարող իրան հիմա հաղթես։ Չգիտեմ ինչ Բայց թշնամին հստակ ազդակ է ներկայացնում, չէ՞, այս դեպքում պահանջներով լի։ Նայեք, իրանք բացահայտ ասում են, որ մենք չենք ուզում դու կլնեք, մենք ուզում ենք գանք ձեր տեղը ապրենք, ձեր հետ ապրելու խնդիր չունենք։ Տեսեք, ինչ ասել են, սրանք համաձայնվել են, չէ՞, չկա մի կետ, որ ասեն մենք համաձայն չենք, չկա տենց բան։ Այդ 17 կետերը գիտեք թե չեն հրապարակում։ Որովհետև հենց հրապարակեն դուք կտեսնեք, որ ոչ մի տեղ չկա, որ նրանք մեզ ինչ-որ բան են զիջել։ Բոլոր տեղերում մենք ենք զիջել։ Բայց էդ էլա քիչ էլի ավելի բաներ են ավելացնում, կետեր են ավելացնում։ Նույնիսկ դրանից հետո այդ շատ լավ է որ չի ստորագրվում։ Շատ այդ մեր հաջողությունն է, որ բանը Ալիևի պես բռնապետը ավելին է ուզում, որպեսզի Տեսեք, երբ ասում ենք չի ստորագրվում, շատերը հիմա մեր հետևորդներն են միգուցե մտածեն, որ խաղաղություն չի լինի, բայց եկեք փաստենք, որ խաղաղության պայմանագիրը խաղաղության երաշխավորը չէ այս բառակայում։ Ժողովուրդ ջան, ինչա, թքած այն խաղաղության վրա, որտեղ Հայաստանը չի լինելու։ Այդ Հայաստանը չլնելու կապիտուլյացիայի, խորացված կապիտուլյացիայի փաստաթուղթը։ Ոչ թե իրանք, նորից եմ կրկնում, իրանք չեն ուզում մեր հետ ապրեն։ Եթե մեր հետ ապրեն, այդ ժամանակ կուզեին խաղաղություն կնքեին, հանգիստ խաղաղ ապրենք իրար հետ։ Ոնց որ մենք ենք ուզում։ Ուզում ենք, որ իրանց հետ խաղաղ հանգիստ ապրենք։ Իրանք այտենց չեն մտածում։ Իրանք մտածում են ընկելա շանս իրանց ձեռքը, ընկելա մի հատ թուլամորթ ղեկավար, որին կարելի է ոչնչացնել եւ երկիրը վերցնել, իրանք այդ են անում։ Իրանք այտենց են, իրանք ուրիշ ձև չկա իրանք կանգնացնելու։ Իրանք կանգնացնելու միակ ձևը հզոր ուժեղ Հայաստան ունենալն է։ Դրա համար դու ունենաս ուժեղ ղեկավար, հզոր կառավարություն, որ կարողանա իրաց դեմն առնի։ Եթե դա չունես, պետքա դա ստեղծես, հենց հիմա պետքա դա անել։ Իսկ որպեսզի դա անես, մեկը պետք է երաշխավոր լինի, որ կռիվը չթողնի։ Իսկ այդ կռիվը չթողնելու լավագույն ձևը, մենք դրա մասին անդադ խոսում ենք, բայց չգիտեմ ինչի մարդիկ իրանց դրել են այն մի կենթանու տեղը, չեն ուզում դրա մասին լսեն։ Դրա լավագույն ձևը ցեղասպանությունը արտաքին օրակարգ վերելն է։ Արտաքին քաղաքական արտաքին օրակարգ, արտաքին քաղաքականության օրակարգ վերելն է։ Պետքա ցեղասպանության մասին խոսել, որ շատ արագ բոլոր այն երկրները, որոնք ցեղասպանություն ընդունել են, այդ քաղաքականությանը կդառնան մեզ բարեկամ, կդառնան դրան կողմ, եւ մենք կունենանք հզոր պաշտպան այս հարցում։ Իսկ մենք դա չենք անում։ Ինչի չենք անում դա։ Այստեղ է ամբողջ բանը թաղված, շան գլուխը ոնց որ ասում են։ Չենք ուզում դա անենք, ինչի չենք ուզում, որ չնեղացնենք հանգարտ Էրդողանին ու Ալիևին, երկու բռնապետերին չնեղացնենք, այդ բռնապետերը որոշել են, կեսը իրանք են ուտելու, կեսը նա է ուտելու, ցենց դնելու են ուտեն մեզ վերջացնեն։ Որպեսզի դա տենց չլինի, պետքա ցեղասպանության հարցը դնել ու գնալ դրա հետևից։ Հիմա մեր պահանջը, ընդդիմության պահանջը, պետք է լինի նաև առաջինը սա, որ այդ հարցը պետքա դնել, մանավանդ հիմա շատ ակտուալ է, օրինակ կա դրա համար։ Վերջը ցեղասպանված ժողովուրդը, Արցախի ժողովուրդը, եկել է Հայաստան, եկել են, ստեղ են այդ մարդիկ։ Հիմա այսօր ա եղել, երեկ ա եղել։ Մենք այս հարցին պիտի լուծում տանք։ Քանի աշխարհը պատրաստ է, աշխարհը ուզում է այս հարցին լուծում տա, պետք է լուծումը տրվի։ Իսկ լուծումը ամեն ձևի կարող լինի, սկսած փոխհատուցումից, սկսած վերջացրած վերադարձով, փոխհատուցումով եւ հատուկ կարգավիճակ տալով։ Այսպես է, եթե դա չանենք, այդ հարցը մենք չենք լուծելու։ Իսկ բոլոր նրանք այդ անգրագետ քաղաքական դեմքերը, որոնք մտածում են, որ Արցախի հարցը փակելով, ցեղասպանության հարցը փակելով մենք հանգիստ կապրենք, դրանք ուղղակի պետքա դիմեն համապատասխան տեղ հոգեկան խանգարումքի հետ կապված խնդիրներով զբաղվեն։
Ըստ ձեզ հետևություն կանի մեր քաղաքացին ի վերջո վերադառնալով մեր տեղական ընտրություններին Գյումրիում ենք տեսանք ընտրություններ եւ կարծես թե ընդդիմադիր դաշտը կողմ թողնելով իրենց սկզբունքները միավորվում են մեկտեղ, որպեսզի պայքարեն, սա ազդակ է։ Շատ լավ են անում, շատ ճիշտ են անում։ Այնտեղ որքան ես գիտեմ, բավականին մեծ ճնշում եղավ, ի սկզբանե չէին ուզում միանային, այդ երրորդ տեղը գրաված ուժը չէր ուզում, բայց ճնշումները մեծացավ, դա բնական է դա, բնական process է քաղաքական դաշտում, եղան ճնշումներ, հետո այնտեղ Սրբազանը խառնվեց, կոչ արեց, դա շատ լավ է, որ Սրբազանի խոսքը լսում են եւ հարգում են, այդ նշանակում է ամեն ինչ կորած չի, որ կարելի է այդպես հավաքվել իրար գլուխ եւ հարցը լուծում տալ։ Տեսեք հարցը լուծվավ։ Այսինքն այն որ միշտ ասում է, որ միասնության մեջ է մեր հաղթանակը, կապ չունի անձնական շահերը դնենք մի կողմ, մենք այդտեղ անձնական շահերով չենք առաջնորդվում։ Ով իրար սիրում են, չեն սիրում, իրար ընդունում են, չեն ընդունում, թշնամական հարաբերություն, բայց երբ որ ազգի ու պետության հարց կա, այդ ամեն ինչը վերև պետք է դնել։ Օրինակ, դեպ ռեպորտաժ ունենք, դիտենք, տեսնենք մեր քաղաքացիները արդյոք հավատում են մեկ գաղափարի շուրջ ընդդիմադիր ուժերը կհավաքվեն թե ոչ։ Ինչ է կարծում, ընդդիմությունը կմիավորվի մեկ գաղափարի շուրջ։ Կարծում եմ, հա։ Ես չեմ կարծում, նամանավանդ մենք այդպիսի ժողովուրդ չենք, որ միավորվենք մի գաղափարի շուրջ։ Ես եթե այդպես լիներ շատ լավ գործը առաջ կգնար, էլի մեր։ Եթե գոնե ընդդիմությունը միավորվեր, ընդդիմությունը ընդհանրապես հակաճառում է։ Ոչ մի առաջարկ, ոչ մի, չգիտեմ, ոչ մի երազանց գործ չի անում, էլի։ Իհարկե ոչ։ Ինչ գաղափար կա։ Կա բայց գաղափար։ Ինչ թվում է կմիավորվի, այո չկա։ Ինչու եք այդպես կարծում, որ քանի որ ելք չկա, թե Քանի որ ելք չկա, պետք է միավորվի։ Գիտակից մարդիկ են ներքին ինչ-որ բաներ կա, հաղթահարեն, լավ կա։ Եթե ուզե կարող է։ Երբեք։ Եթե խելացի լինի, անպայման։ Անպայման։ Այնտեղ գաղափար չկա, որ միավորվի։ Դա ֆիքսիա է։ Դա սարքած արհեստական բաներ են։ Չեմ կարծում։ ինչու եք եկել այդ եզրահանգման։ Հավատ չեն դեր շնչում։ Ես ինքս ընդդիմադիր դաշտից եմ, բայց այս ընտրությունների իման վրա ես հավատ չկա իմ մեջ։ Չգիտեմ, բոլորի մեջ է, թե իմ մեջ է, բայց ես կարծում եմ չէ։ 2026-ին որ պետքական ընտրության մասին է խոսքը։ Չէ, ներկայիս Գյումրիի ընտրությունը։ Ասելիք չունեմ, որովհետև այնքան ասելիք ունենք, կարելի ասել այդ ասելիքի մոտ ասելիք չկա, որովհետև ասածները ժողովրդի ոչ հասանելի է, ոչ էլ չգիտեմ, տեղիք տվող կա, էլի։ Ուզում եմ ասել, որ անիմաստ է այս ամեն ինչը, ինչ ուզում անում են իրենք։ Երբ մեր քաղաքացիներին հարցը ուղղվում է, կարծես թե սպասելիքներ էլ չունեն, սակայն ցանկանում են, որպեսզի միավորվեն մեկ գաղափարի շուրջ, սա ինչ է գաղափարի պակաս է, թե մտավախություն ունեն, որ առաջնային մեծ գաղափարը ավելին չի լինի, քան անձնային շահը։ Նայեք, մեր քաղաքացիները բնականաբար հասկանում են եւ բոլորը հասկանում են մի բան, որ քաղաքական գզվռտոցը ոչ մի լավ բանի չի բերելու։ Եթե չկա համերաշխությունը, չկա այդ միասնականությունը, չկա մեկ գաղափարի տակ մտնելը։ Իսկ դա ինչի չի լինում, որովհետև չկա մեծ գաղափար։ Մեկ մեծ գաղափար, որը այնպիսին կլինի, որը բավարարի բոլորին։ Այսինքն միավորող գաղափարը չկա, կարելի է փաստել։ Միավորողը եւ գաղափար, որը գործողության է բերելու։ Հիմա որ դուք գանք ասենք ինչի չենք միավորվում, ինչի չենք, բոլորն ասում են, խի չենք միավորվում, խի չենք միավորվում։ Որոշները շատ հստակ ասեն, իսկ ինչի շուրջ միավորվենք։ Ինչի շուրջ պետք է միավորվել։ Այս շատ կարևոր հարցը, հետո անդադ ասում են օրինակներ են բերում, ընդ որում ասենք այդ մեր մեջ մցրած է, այդ մեր միջից չի։ Օրինակ sense բան կա, ասում են այդ հрьяաները, որ ոնց միասնական են, հայերը միասնական չեն։ Այդպես բան չկա։ Հрьяաները միասնական չեն։ Հрьяաները միասնական չէին տարիներ շարունակ։ Միասնական չէին, հիմա էլ միասնական չեն, բայց իրանք մի հատ կարևոր գաղափարի տակ մտան եւ այդ կարևոր գաղափարը ապահովեց իրանք միասնական գործունեությունը։
իրանց հետ խոսեք, իրանք հակառակն են ասում, իրանք ասում են հայերն ավելի միասնական են։ Հայերն ավելի են ազգային հարցերում ավելի միասնական են, ավելի իրար օգնող, բան եւ Ի այլն։ վերջո բազմիցս մենք տեսել ենք Բայց դա։ մեր մեջ մտցնում է, որ իբրև թե մենք միասնական չենք։ Ժողովուրդ, պետք է հասկանալ մի բան, որ եթե ըլնի կարևոր գաղափար, որի շուրջ կարելի է հավաքվել, կհավաքվենք մենք։ Գաղափարը պետք է լինի։ Տեսեք, Գյումրիի օրինակը բերենք։ Գաղափար չկար, մտել էին պայքարի մեջ, չէ՞, բայց հետո երբ որ առաջացավ մի հատ գաղափար, շատ դժվարությամբ, որ էլի բնական է, բայց միացան, չէ՞։ Միացան մի գաղափարի տակ, որը բերում է հաղթանակի։ Հաղթանակը եղավ, չէ՞, ըստ էության։ Հիմա այս մեծ գաղափարը, որպեսի հաջողություն ունենա, պետքա դրա ձևը գտնել ու դա մատուցել։ Բարեբախտաբար դրա ձևը գտած է։ Եվ շատ քիչ ժամանակ է մնացել այս ամսվա վերջին մենք դրա մասին բացահայտ կասենք եւ այդ գաղափարը կտեսնեք, որ որքան հետաքրքիր է ու իրականանալի, որովհետեւ շատ գաղափարներ կա, որի մասին դու կարող ես խոսել, բայց դու չես կարող այդ իրականացնել։ Լավ ցանկություն է մնում։ Դրա համար չի ստացվում։ Բայց այն ինչի մասին, որ մենք խոսենք, մի փոքր էլ որ համբերություն ունենանք, ուղղակի կբացահայտենք այդ գաղափարը ու կասենք այն մեխանիզմը ոնց ենք դրան հասնելու։ Նայեք, քաղաքական դաշտում շատ լավ մտքեր կան։ Երբ որ հիմա քաղաքական ուժերին խոսացնում եք, տարբեր քաղաքական կուսակցություններ, բոլորը ինչ որ լավ բաներ են ասում, բայց խնդիրը գիտեք որն է, որ այդ լավ մտքերը, որ ասում են, իրանք խոսում են այն պահից, երբ որ կգան իշխանության, դա կանեն։ Այդ հələ հարց է, կանեն թե չեն անի, բայց առաջի հարցը ոնց գալ իշխանության, ոնց ունենալ այդ լծակները, որպեսզի կարողանաս այդ ծրագրերը իրականացնես։ Իհարկե դա կարևոր բան է, պետք է ունենաս այդ գաղափարը, պետք է ունենաս դրանից հետո ինչ ես անելու, ենթադրենք եկար իշխանությունը վերցրեցին։ Եթե պետք է այսօրվա իշխանության պես երկիրը ղեկավարես ու ժողովրդին գցես այս ծանր վիճակի մեջ, ում է պետք է այդ իշխանությունը։ Ընդամենը մի 3 ամիս 4 ամիս հետո նույն վիճակում է հայտնվել, ժողովուրդը դուրս է գալու քո դեմ։ Այսինքն հարցին պետք է լուծում տալ, պետք է կարողանալ լուծում տալ, դրա համար այն ինչ որ մենք պետք է ասենք, այդ շատ լուրջ է, դրա վրա շատ լուրջ աշխատել ենք, եւ ինչ որ մի պահ պատմության ազգը իր ինչ որ ժամանակահատվածում պետք է ունենար իր այն գաղափարը, որը պետք է միավորի։ Փառք Աստծո, որ հիմա Լալայան Գերմանը այդ գաղափարը ձևակերպեց տվեց։ Այդ գաղափարը կա։ Հիմա այդ գաղափարը պետք է իրականացնել։ Ու անշահախնդիր է տվել մարդը, նես չի որ ինքը որոշել է գա իշխանության, այս գաղափարը տվել։ Իշխանության մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ ազգային գաղափարը, որը միավորելու է բոլոր քաղաքական ուժերին եւ բոլորը միասին ծառայելու ի նպաստ ազգի ու հայրենիքի։ Այդ է վերելու հզորության մեզ։ Ես այդպես եմ տեսնում ճանապարհը ու դա շատ հնարավոր է ու վստահ եմ, որ դա տենց ալնելու։ Բարի հուսամ մենք կհետևենք եւ անպայման եւս կտեսնենք այդ գաղափարի շուրջ համախմբող շատ լուրջ ուժերի, որովհետեւ միասնությունն է, որ հաղթանակ է բերելու։ Մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։